Պարոն Մամիջանյան, քիչ առաջ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հարց ու պատասխանի ժամանակ անդրադարձավ Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությանը, ասաց, որ ընկերության ապօրինություն թույլ տված աշխատողներին պատժելու են, ինչպես արել են Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանի աշխատակիցների դեպքում։ Ինչ կասեք այս հայտարարության մասին։ Ասեմ, որ թող պատժի ապօրինություն թույլ տված վարչապետի պաշտոնը զբաղեցնողին։ Դա արդեն ծիծաղալու է էլի ամեն ինչ, ինչն անում է։ Ընդ որում ես չեմ նույնիսկ կողմնորոշվում, թե իր որ արածը բերեմ։ Եկեղեցու դեմ արշավը, Արցախը հանձնել է, Թուրքիային որպես միջնորդ ներգրավել է։ Իր մեղքերը շատ են, չափիճրատն այնպես որ իր ասածը բացարձակ կարևոր չի, թող ինքն իրեն պատժի։ Ինչ է արշավ է սկսել։ Կարծում եմ, որ հերթական արարն է ազգային, ցանկացած ազգային դրսևորման դեմ արշավի։ Դա կարող է լինել ազգային մտածողությամբ բարերար կամ ամբողջ ազգի համար ընկալ լունակություն ունեցող, ընկալելի եւ հարգված Սամվել Կարապետյանը, դա կարող է լինել մեր առաքելական Սուրբ Եկեղեցին, մեր պատմությունը, մի խոսքով ցանկացած բան, որի առջև կարելի է դնել ազգային բառը, Փաշինյանի համար ատելի է։ Նաև ասում է, որ պետք է ազգային սարքի, Դե դա արդեն դասական, իրավական օրինագիծ են մշակում։ Ես չգիտեմ ինչ են մշակում, ես չեմ տեսել դեռևս այդ օրինագիծը, ինչն է հնարավոր։ Անկախ քրեական օրենսգրքից հարյուրավոր մարդկանց, սկսած մեր կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանից, ավարտած Սամվել Կարապետյանով իրենց նկատմամբ հետապնդում իրականացնել հնարավոր էր, դա օրենքով էր, իհարկե ոչ։ Հետևաբար նման մի ինչ-որ դրսևորում էլ լինելու է այդ օրինագիծը, իսկ դա արդեն ուղղակի սովորական ռեյդերական զախվատ է, այսպես ասեմ, մեկնաբանելու բան չկա։ Ես իրավաբան չեմ, բայց եւս մեկ անգամ ասում եմ, որ Փաշինյանի նախորդ արածները այս գործընթացը մարդուն, որ կոչով դիմել է ի պաշտպանություն եկեղեցի, իրեն տանել կալանավորման, իսկ մի էակի, որ հանդգնել էր հայ առաքելական եկեղեցու վրա հարձակվել, փորձել քահանայի հետ ինչ-որ հաշիվներ պարզել, եսիմինչ, ինքը ազատության մեջ է, այնպես որ դա հնարավոր է թե չէ օրենքի տեսանկյունից կարծում եմ արդեն վաղուց ժամանակավեր է հարցը։ Ես եմ շտապ։